Հարգելի բարեկամներ, ուրեմն մենք այսօր ունենք շատ հետաքրքիր զրուցակիցներ, Մայր եւ Զավակ, մենք նրանց հետ հանդիպում ենք սպորտային առիթով, իրենք սպորտսմեններ են եւ ուզում եմ ձեզ ներկայացնեմ իրենց։ Հիմա նայելով մորը, այս գեղեցկատես տիկնոջը, պետք է կարծեք, որ մարմնամարզիկ է կամ թենիս կամ այդպես ավելի նուրբ գեղեցիկ կանացի սպորտ, բայց ինքը թեքվոնդոյի Ամերիկայի չեմպիոն է։ 5-ակի անգամ, այո, եթե չեմ սխալվում, եւ իր զավակը, որը 14 տարեկան է, նայել Ամերիկայի եւս ախոյան է, չեմպիոն է 2 անգամ։ Նորից թեքվոնդո մասնագիտության մեջ, սպորտաձևի մեջ։ Որ ինձ շատ այո, հետաքրքրեց եւ ես ուզում եմ մի քանի հարցեր տամ եւ ձեզ ներկայացնեմ իհարկե, մանավանդ որ պիտի աշխարհի խաղերին մասնակցեն։ Ուրեմն իմ զրուցակիցն է Սյուզաննա Ալոյանը եւ իր զավակը Ալեքս Ալոյանը։ Բարով եք եկել։ Ուրեմն առաջի հարցս երևի ձեզ ուղեմ, Սյուզաննա, ինչպես սկսվեց այս սպորտաձևը ձեր մեջ, այսինքն ինչպես որոշեցիք, որ պիտի թեքվոնդո, այսինքն կռվեք, ծեծեք եւ ծնվել եմ եւ մտածել եմ կատակ եմ անում։ Ճիշտն ասած, բավականի հանգարցակի սերը միշտ է եղել փոքր ժամանակվանից, նայել ենք բոլոր հին ժամանակի ֆիլմերը ժամանակի Բրուս Լի մնացած ֆիլմերը շատ ենք սիրել, դե շատերն են սիրել, բայց ընդհանրապես հնարավորություն չի եղել են վաղ մանավանդ Հայաստանում դրանով աղջիկները երևի այդպես չէին պարապում։ Սերը եղել է, բայց մտքովս չի անցել, որ կարող ապատայի հիմա մանավանդ այս հասակում ես պարապեմ։ Սկսվեց հանգարցակի տղայի շնորհիվ։ Իրան տարանք, ինքը 5 տարեկան էր, երբ որ սկսեց պարապել Ամերիկայում մեր Ֆիլադելֆիայի Red Tiger Taekwondo դպրոցում, Մարսելո Կանսելիերեի ինքը աշխարհի չեմպիոնա իր ձեռքի տակ սկսեցինք եւ նույնպես ոչ մեկ չէր մտածի, որ կարող ապատայի ինքն էլ ինչ-որ մասնագիտություն դարձնի դրանից։ Սերը առաջացավ 4 տարի հետո Իրանից ես հենց այնպես սկսեցի պարապել, ուղղակի լինելու համար առողջ սպորտային որպես մարզիկ, ասենք մարզվելու համար։ Մանավանդ որ փոքր ժամանակ գիմնաստիկայով պարապել եմ, շատ սիրել եմ սպորտը միշտ, բայց հնարավորություն չի եղել շարունակել։ Այսպես ասած, Հայաստանում ենք մեծացել եւ Հայաստանում կարծում եմ, այո, հենց որ պետք էր արդեն մասնակցել, ասեցին սպորտ չկա։ Ամուսնություն, ընտանիք, զավակներ, սպորտ կամ բժշկություն, կամ չգիտեմ ինչ եւ այլն։ Բժշկությունը հենց պատճառներից մեկն էր։ Հետո ճիշտ ասած 6 տարեկանից ասմա եմ ունեցել շատ խորը ստադիայում եւ վազել չէի կարողանում, ժամանակ ա եղել էլ ինչ թեքվոնդոյի սպորտ։ Իսկ հետո սկսեցի, ինքը սկսեց, հետո ես սկսեցի, քիչ-քիչ մի քանի տեղ գնացինք քաղաքի մեջով տարբեր մրցումներ, փոքր մրցումներ, սկսեցին կրել եւ իմ մարզիչը առաջարկեց, որ կուզես գնաս Ամերիկայի Միացյալ Նահանգների ոնց որ հավաքույթին իրանց ամենակարևոր չեմպիոնները, որտեղից ընտրում են աշխարհի չեմպիոնատ գնալու մարզիկներ։ Ես ճիշտ ասած զարմացա, որ իմ հասակում ինձ առաջարկեցին դա, ինձ թվաց, որ ոնց որ մեր սովետական միացյալ ժամանակներով, որ 30-ից հետո արդեն սպորտ չկա, պրոֆեսիոնալ սպորտ չկա, իհարկե շատ ուրախացա, մանավանդ որ 4 ժամ ենք ոմեր Քնեկտիկուտում, առաջի national-ը, US national, գնացինք եւ առաջի ոսկի մեդալը շահեցինք ընդ։ Դրանից սկսվեց, դա արդեն դառնում է ոնց որ դու սկսում ես կախված լինել դրանից։ Այսինքն միշտ մտածել եմ, որ ես ոչ մի կախվածություն չունեմ, չեմ ծխում, չեմ խմում, դրանից կախվածություններ չունեմ, եւ չեմ էլ կարող ունենամ, բայց պարզվեց, որ շատ ուժեղ կախում առաջացավ դրանից հետո եւ էլ չէի կարողանում առանց պարապելու, առանց մասնակցելու ապրել։ Հասկանում եմ, իհարկե, ձևով, ինչպես ամերիկացիներն ասում, challenge է, բան է, այսինքն սպորտ հաղթել, ախոյան լինել եւ անընդհատ արդեն ուզում ես մրցել, ավելի լուրջ մրցույթների մասնակցել, գնալ աշխարհի տարբեր խաղերին։ Շատ լավ հասկանալի է ինձ, արվեստի ինչ որ ձև է, տեսակ է նաեւ։ Որտեւ մեր ավելի հանդիսատեսին հերոստատիտողին ուզում եմ ասել, որ թեքվոնդոն դա
սպորտ է բնականաբար բոլորս գիտենք սպորտ է, դա կարատեի պես եւ այլն, այսինքն արևելյան մարզաձև է, բայց ինքը իր մեջ ունի նաեւ արվեստ։ Տեքվանդոն միշտ է եղել որպես արվեստ, միայն 1974 թվականից Օլիմպիադայից ինքը, որ երբ որ մտավ Օլիմպիադա, այդ ժամանակվանից ինքը սկսվեց համարվել որպես սպորտային ձև, միջև այդ իրոք եղել արվեստ եւ կոչվում է արևելյան արվեստ։ Մեր տեքվանդոն առաջացել է 1955 թվականին, General Tso-ը, որը որ հարավային Կորեայի ինքը զինվորական էր բանակում, եւ ինքը ստեղծեց, ինքը որոշեց վերցնի բոլոր ձևերից ամենաուժեղ ձևերի մասերը, մասնիկները եւ միացնի իրար եւ դարձնի շատ ուժեղ, որպես կռվին պայքարելու համար, զինվորների համար ձև։ Եվ իր մոտ դա ստացվեց, ինքը իրոք վերցրեց շատ դանսյուդոից, քունֆուից, կարատեից, բոլորից ամեն ինչից ինքը հավաքեց ամենաուժեղ ձևերը եւ դարձրեց դա թայկվոնդո։ Իրանից հետո դա առաջացավ եւ մտավ Օլիմպիադա 1974 թվականին։ Ճիշտ ասած մենք երկու ձև ունենք թեքվոնդոյի, որը որ ամենաիսկական ձևն է, որը որ մենք ենք անում, դա ITF թեքվոնդոն է, որը որ իրոք 55 թվականին ներս բերված General Tso-ով։ Երկրորդ ձևը դա իր տղան է առաջացրել։ Մի քիչ տղան եւ զավակը եւ իր հայրը մի քիչ խնդիրներ են առաջացել, որովհետեւ գոյություն ուներ հարավային Կորեա եւ մյուսը կոմունիստական հյուսիսային, դրա համար մի քիչ կռիվներ առաջացան եւ տղան նոր ձև ստեղծվեց։ Դա նորից է կոչվում թայկվոնդո, բայց դա WTF եւ դա օլիմպիական ձև է համարվում, որը ես նույնպես անում եմ, որի մեջ ես առաջի դանի սև գոտի եմ, իսկ մեր ձևի մեջ երրորդ դանի սև գոտի եմ։ Ալեքսն է երկրորդ դանի սև գոտի է ITF-ի մեջ։ Ինքը actually մտավ Ամերիկյան Միացյալ Նահանգների, վերցրեց բրոնզ մեդալը WTF օլիմպիական ձևի մեջ, հենց մի 2 ամիս առաջ Ֆլորիդայում մասնակցեց։ Ճիշտ ասած մեր դասատուն դա չգիտի։ Երկու տեքվոնդոները մի քիչ իրար հետ չեն ընկերական չեն, բայց դա լավ է ամեն ինչի համար։ Ես համարում եմ, եթե դու սպորտի մեջ ես, սպորտը դա միայն ձև չի, դա ես չեմ հարանում, որ պոլիտիկան պետք է լինի սպորտի մեջ։ Դա ընկերության ձև է, դա ֆիլոսոֆիայի ձև է, ոնց որ ասում եք, դա art է, դա մաքուր սպորտ չի, ապրելաձև է դա։ Այո, համաձայն եմ ձեզ հետ։ Սյուզանա, մինչև Ալեքսին անցնել ես եւս մի հարց եմ ուզում ձեզ տալ։ Քիչ առաջ խոսեցինք, ասացիք, որ սովետական սպորտաձևը, որը ավելի երիտասարդ տարիքում է եւ մեծ տարիքից արդեն, այսպես ասած, թոշակի է գնում։ Իհարկե ես համարում եմ, որ սովետական միությունը շատ ուժեղ սպորտ ուներ ամեն տեսակի մեջ։ Բայց հարցս դա չէ, հարցս հետեւյալն է։ Դուք արդեն որոշակի տարիք ունենալով, հիմա ձեր տարիքը չեմ ուզում շեշտել, բայց 30 անց լինելով խորանալ այս սպորտաձևի մեջ եւ մասնակցել մրցույթներին եւ հաղթել, վստահ եմ, որ երևի 20-22 տարեկաների հետ եք կռվում եւ սա ձեռքի, ոտքի ուժի նաեւ խնդիր է։ Ինչպես դա կարող եք բացատրել, ինձ հետաքրքիր է ուղղակի։ Բացի ձեռքի, ոտքի ուժի խնդիրը, ամենակարևոր խնդիրն է այստեղ շնչառության խնդիրը, որտեղ ինչքան հասակդ մեծանում է, այնքան մի քիչ խնդիրներ են առաջանում շնչապահության, դիմանալու, դիմացկունության, շատ դժվար է, երբ որ դուրս ես գալի 19, 20, 23 տարեկան աղջիկ, որը որ 20 տարվա ստաժ ունի տեքվոնդոյի մեջ, շատ ոնց որ ասեցիք challenging է, բայց նույնպես ավելի հետաքրքիր է դառնում, որ դու ոնց որ գնում ես ու պայքարում ես դրա դեմ եւ ուզում ես ասես, որ իմ այսպես ասած գոլը միայն կրելը չի, միայն հաղթելը չի, այլ այն է, որ ես իմ ձայնը բերեմ բոլոր նրանց եւ կանանց եւ տղամարդկանց, տարիքը իմ կարծիքով կապ չունի, լավ մարզական վիճակում լինելը դա ինձ թվում է տարիքի հետ կապ չունի։ Իհարկե կապ ունի որոշ փոքր բաները, կապ ունեն ռինգում, երբ որ դու կռվում ես ջահելների դեմ, դա նշանակություն ունի, բայց վերջին հաշվով խնդիր չէ։ Ունի նշանակություն, բայց դա նշանակում է դու ավելի շատ պետք է պարապես, քան ջահելները։ Դու 2-10 անգամ ավելի շատ պետք է պարապես, քան հետո մարդիկ կան, որ ծնվում են տաղանդավոր այս ձևով, այսինքն ուզում եք ասել ավելի տեխնիկայի վրա եք դուք աշխատում, քան ֆիզիկական։ Եվ տեխնիկայի եւ մեր մոտ ասում ենք conditioning-ի, այսինքն եթե ջահելը բնականորեն տաղանդ ունի եւ իրան պետք չի շատ վազել, պետք չի շատ conditioning անել, մենք
իմ հասակում դու պետք է 10 անգամ ավելի շատ աշխատես եւ տեխնիկայի վրա, եւ ուժի վրա, եւ վազելու վրա, որովհետեւ քեզ 2 անգամ ավելի շատ։ Այդ նույնը ոնց որ տաղանդավորը եւ անտաղանդը պետք է 10 անգամ ավելի շատ աշխատի, նույնն էլ մեզ ավերաբերում, եթե դու հասակով մեծ ես, եթե դու երազանք ունես, պետք է երազանքի հետևից գնաս։ Ես համարում եմ, որ կապ ունի իհարկե տարիքը, շատ հաճախ պետք է հաշվի առնել երեխաներ, ընտանիք, այդ շատ կարևոր է, բայց ինձ թվում է ես ուղղակի չեմ կարող։ Ներողություն Սյուզաննա ջան, ուղղակի ոչ թե հակադրեմ, ասեմ, որ տարիքը մեծ եւ երիտասարդի կռիվը չի կարելի համարել տաղանդավորյան եւ անտաղանդի հետ։ Իհարկե չի կարելի։ Անտաղանդը բարադու միևնույն արդյունքի չի հասնում, մարդու Աստված չի տվել, ինչ կարող ես անել։ Ես հիմա ուրեմն ձեր թույլտվությամբ դառնամ ձեր զավակին Ալեքսին, Ալեքս ուրեմն ինձ շատ հետաքրքիր է թե ինչպես դու որոշեցիր այս սպորտաձևի մեջ մտնել, ինչպես քո մեջ առաջացավ այդ ցանկությունը ուրեմն թեքվանդոյով զբաղվելու։ Որ 5 ես սկսել եմ, որովհետև մաման ու պապան ասեցին։ Այսինքն 5 տարեկան էր։ Հա։ Այո։ Մի քանի տեղեր եմ գնացել ու այս մեկը մտել ու մի առաջ տարին սկսեցի իսկական անեմ ու հետո գնացի National-ը գրեցի ու հիմա գնում եմ Իսպանիա։ Հիմա պաստորեն դու երիտասարդ տարիքից, որը քո տարիքի մասնակիցները 14-ից 18 տարեկանների մեջ են։ Ես ուզում եմ մի բան մեր հեռուստադիտողին ասել, որ 14-ից 18 տարեկանը շատ հետաքրքիր տարիք է, 14 տարեկանը երեխա է, ներողություն իհարկե ըստեյության, 18 տարեկանը, ինչպես քիչ առաջ էինք խոսում, ավելի տղամարդ է ինքը եւ 14 տարեկանը 18 տարեկանների մեջ հաղթելը դա բոլորովին կատակ բան չի։ Այսինքն մի նայեք, որ ինքը փոքր բան տղա է, բայց ինքը շատ ուրեմն հզոր է եւ դեռ շատ մեծ ապագա պիտի սպասվի եւ մանավանդ որ հիմա Իսպանիայում մայ եւ զավակ պիտի մասնակցեն աշխարհի ուրեմն մրցույթին, որտեղ աշխարհի 19-րդ 80 երկիր է մասնակցել 80 երկրներից այո մարդիկ պիտի աշխարհի 19-րդ աշխարհի դուք պիտի ներկայացնեք ամերիկյան թիմը իհարկե մենք երկուսով այո ինքը ներկայացնում է ամերիկյան միջև 18 տարեկան ամենաթեթև քաշը microweight ես ներկայացնում եմ կանանց ամերիկյան թեթև քաշ ամենածանր քաշը 18 Իմիջիայս դա ամենադժվար քաշը ամենարագ քաշ Ուրեմն Սյուզաննա Ալոյանը մի նայեք որ այսպես նստած ձեռքը նայեք փաթաթված է եւ քանի անգամ կոտրվածքներ ունեցել չէ՞ այդպես հեշտ չի դարձել Ամերիկայի չեմպիոն 6 անգամ կող եմ ջարդել 2 անգամ ոտք 2 անգամ ձեռք Եվ ինքը մայր է երկու զավակի եւ տան ամուսին ունի պատկերացնում եք գնում է սպորտից ձեռքը կողքը կոտրված ամուսինը ասում է քաջալերում է բրավո ասում է դիքինես եւ բան հիմա դա իհարկե կատակի բաժինն է ինչպես աշխարհի յուրաքանչյուր մասնագիտություն լինի դա սպորտ արվեստ գիտություն եթե մարդը տրվում է ըստ իս պիտի ամբողջությամբ տրվես Եվ հայտնի խոսքերը կան, եթե պիտի մի բան անես, պիտի լավագույնը լինես, եթե չէ, իմաստ չունի անելը։ Կարող ես քեզ համար մարզվել ուղղակի կամ քեզ համար զբաղվել ինչ-որ բաներով, բայց եթե պիտի անես լավագույնը։ Եվ ուրախ եմ, որ այդ ճանապարհն եք բռնել, կուզենայի եւս մի հարց տալ։ Ընդհանրապես աշխարհի որևէ սպորտսմենները, դինի լավ ֆուտբոլիստ, բռնցքամարտիկ, ըմբիշ եւ այլն, որոնք որևէ այլ երկրից եկել են, որևէ այլ երկիր, տվյալ պարագայում դուք Հայաստանից եկել եք Նրանք կարող են նաև մասնակցել Հայաստանի, ասենք օլիմպիադային կամ Հայաստանի առաջնությանը, գնում են աշխարհի տեղերը կռվում են, հետո երբ որ Հայաստանի հավաքականն է գնում, միանում են դրանց։ Այդպիսի մտադրություն կա, եղել է կամ այդպիսի Եղավ 2011 թվականին եղավ հրավերք եղավ Հայաստանից Վարդան Կահրամանյանի կողմից պրեզիդենտի WTF օլիմպիական տեքվանդոյի պրեզիդենտից եւ ճիշտ ասած մեծ հաճույքով ես դա իմ երազանքն է եղել 6 տարեկանից օլիմպիադային մասնակցել Հայաստանի թիմով Էն էլ Հայաստանի դա ինձ համար դրանից այն կողմից համար ուրիշ երազանք չկար ես միջև հիմա եմ մտածում դա մի օր կարող է պատահի դա եւ լինի ուղղակի այդ ժամանակ ես աշխարհի խաղերից էի վերադարձել Նոր Զելանդիայի եւ բրոնզ մեդալի ռաունդում ես վնասեցի իմ ծունգս շատ ուժեղ եւ վիրահատության կարիք կար ես նոր արել էի վիրահատությունս եւ ցավոք սրտի չկարողացա այդ մասնակցել չկարողացա
Այո, այսինքն սպորտը այդպես է, ես գիտեմ օրինակ բռնցքամարտիկները աշխարհի խաղերի ժամանակ հետո ամիսներով ապակինվում են, այսինքն հիվանդանոցներ են պարկում, որպեսզի ապակինվեն, վերականգնվեն։ Ցավոք սրտի այդպես է։ Ոչ մի բան հեշտ չի տրվում մարդու։ Բայց հիմա սիրելի Սյուզաննա եւ Ալեքս, ինձ հետաքրքիր է այն հանգամանքը, որ դուք ուրեմն պիտի մասնակցեք աշխարհի առաջնությանը։ Հիմա խնդրում եմ դրա մասին պատմեք, ինչպես է, այսինքն դու պիտի անպայման Ամերիկայում ախոյան լինես, այսինքն երկրում որտեղ ես չեմպիոն դառնաս եւ նոր իրավունք մասնակցելու, չէ՞։ Այո, դու պիտի նախ ամեն երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես պետք է ուղարկեն ամեն քաշից մեկ հատ ներկայացուցիչ եւ այն քաշում, որում դու հաղթել ես, դու այդ քաշում միայն կարող ես մասնակցես։ Այո։ Հիմա եթե ես մինուս 56 կիլոյի քաշում եմ կրել, ես պիտի փաունդով դա մինուս 123 փաունդ է։ Ինչ է նշանակում։ Այսինքն 123-ից ցածր, 114-ից 123 փաունդ։ Այո։ Այդ այն քաշի կատեգորիան։ Ես պիտի միայն այդտեղ մասնակցեմ, որտեղ մնացած տեղերը ուրիշ մարդիկ են կրել, իրանք չնեմ։ Հիմա սենց բաներ կա, մեկ-մեկ դու չես կարող այդ քաշը մտնես լինում, բայց պիտի վստահ լինում, պետք է մարզես ժամանակին, հա որ վերջի վարքյանին չթողես։ Չուտես, չխմես եւ այլն։ Եվ դու պետք է հասնես այնտեղ եւ կռվելուց 24 ժամ առաջ քշրվում ես, քշրվելն է, ես էլ ինքն էլ պետք է նույն ժամանակ քշրվենք եւ մտնենք քաշի մեջ, դրանից հետո մեզ տալիս են արդեն հնարավորություն, տալիս են քարտ, որ նշանակում է, որ մենք այսօրը այս ժամին մեր կռիվն է։ Հիմա դուք արդեն անցել եք այդ եւ պիտի գնաք Ամերիկայում մենք մրցանակը վերցրել ենք, հիմա պետքա գնանք նույն քաշի մեջ Իսպանիա, որը որ հոկտեմբերի 21-ից 27-ն է, դա աշխարհի 19-րդ խաղերն են եւ նույն քաշի մեջ ամսի 21-ին մենք պետքա քշրվենք, իսկ 23-ի առավոտը ինքն է մասնակցելու, իսկ 24-ի առավոտ ես։ Շատ հետաքրքիր է եւ եւս մի ինձ կարեւոր հարց է հետաքրքրում, կարծում եմ եւ հերոստատիտողին, ինչպես է այս միջոցները արվում։ Հիմա պիտի գնանք մասնակցեք, վստահ եմ, որ ինչպես աշխարհի բոլոր սպորտաձևերը մասնակցում են մարդիկ, դեռ այսինքն աշխարհի չեմպիոնները նվաճելու դեպքում գուցե տարբեր կլինի, բայց հիմա դուք վստահ եմ նաեւ հովանավորի սպոնսորի պետքություն պետք է ունենաք, որպեսզի ձեր ծախսերը հոգան, չէ՞։ Դա մեզ համար ճիշտ ասած շատ կարևոր է, որովհետև ITF Taekwondo-ն չի մտնում օլիմպիադայի մեջ։ Մենք ցավոք սրտի սպոնսորների խնդրեմ ունենք եւ ամեն ինչը մենք ենք վճարում։ Բոլոր տեղ որտեղ մենք գնացել ենք աշխարհի խաղերին մենք ենք վճարել եւ դա շատ հաճախ շատ դժվար է եւ ընտանեկան բյուջետի համար է դժվար։ Հասկանում։ Սպոնսորները շատ կարեւոր են մեր համար եւ մենք հնարավորություն ունենք ֆեդերացիայի կողմից նրանք մեզ թույլ են տալիս երկու սպոնսորի անուն ունենանք մեր աջ թևի վրա։ So դա հագուստի վրա, այսինքն կարող եք կպցնել։ Մեր հագուստի, կրվող հագուստի վրա մենք իրավունք ունենք աջ ձեռքի վրա երկու հատ լոգո ունենանք։ Երկու սպոնսորի լոգո։ Շատ լավ, այսինքն նաեւ advertisement է այդ սպոնսորի համար, որ ինքը պետք է գովազդի իր բիզնեսը։ Անպայման։ Դրա համար դա պետք է ուղարկվել իրանց ֆեդերացիային եւ հաստատվի եւ հաստատվելուց հետո արդեն որոշումը կայացվի։ Շատ լավ։ Ես ուղղակի խոսքս ուզում եմ ուղղել մեր հերոստատիտողին ասելու համար նաև այդ ուղղությամբ, որ սիրելի հերոստատիտող, ուրեմն այս հրաշալի ընտանիքը Սյուզաննան եւ իր զավակ Ալեքսը, որ պիտի մասնակցեն աշխարհի առաջնությանը, հաղթանակի դեպքում իհարկե եթե Աստված հաջողություն տա, դա պատիվ է նաև հայ ազգի համար, ես վստահ եմ, եթե այնտեղ որ հաղթեք, առաջինը պիտի Ամերիկայի դրոշակը թե հայկական։ Հայկականը կլինի մոտիկ։ Սրտում տանյուրակացրած, այո։ Եվ այսինքն նախընտրելի է, նորից Աստծո տված է, եթե պիտի հաղթեն, աշխարհի չեմպիոն դառնան մեր հայրենակիցները, եթե դա պիտի տեղի ունենա, որոնք պետքություն ունեն ըստ էության ոչ թե իրենց համար, այլ նաև ազգային արժանապատվության, ազգային պատվի համար, ինչու ոչ, եթե կարողանանք իրենց ուրեմն հովանավորել դրամապես, որպեսզի մասնակցեն այս խաղերին եւ միևնույն ժամանակ
գովազդել նաև եթե մարդը անհատապես է տարբեր է, եթե բիզնես ունի, իր բիզնեսը կարող են ամբողջ աշխարհով ցուցադրվի, որ ինչպես դուք ասացիք, մենք ունենալու ենք օֆիցիալ վիդեոներ, նկարներ, եթե ստացվի փոդիումի վրա լինենք, աչ թեբով են բոլորը կայնում նկարվում, այսինքն դա հնարավորություն է, որ ամեն մարդ իր բիզնեսը շատ մեծ նկարները կարող է օգտագործել եւ նույնիսկ եթե չհաղթենք, նկարները այնքան շատ են լինելու թիմով USA թիմի մեջ, որ հեռուստատեսությամբ, ասեմ ասում YouTube-ներով, Facebook-երով եւ այլն, որպեսզի հնարավորություն տրվի նաեւ միևնույն ժամանակ ձեր գովազդը ներկայացնելու։ Այսինքն ամեն ինչ ձևով փոխադարձաբար է։ Դուք օգնում եք, միևնույն ժամանակ շահում եք, չէ՞, այդպես է։ Վերջին հարցս, որը մի քիչ կարող է բան լինի, Սյուզաննա, ինձ հետաքրքիր է, Ալեքսի պարագայում տարբեր է, բայց ձեր պարագայում դուք ամուսնացած եք, ունեք ամուսին, որին ճանաչում եմ շատ լավ, ինքը, այսպես ասած, ինչպես է վերաբերվում, քաջալերում է ձեզ այս կռիներին, ես օրինակ տեսնեմ կնոջս ծեծում եմ։ Ճիշտ ասած, սկզբից ինքը շատ դժվար էր վերաբերվում, որովհետև չէր կարող դա տեսնել, բայց ինձ թվում է ոնց որ ամեն հայ տղամարդ, երբ որ կռիվը սկսվում է, իրան հետաքրքիր է դառնում, եւ ինքը սկսում է արդեն գնա, բայց երբ որ կռում ես, երկրպագել, այո։ Երբ որ մեդալը արդեն քո վրա է, երբ որ դառնում ես առաջինը, արդեն մոռանում ես, որ դու անհանգստանում ես, արդեն ուրիշ մի վստահություն, ուրիշ մի սեր է դեպի ամբողջ ձևը զարթնում։ Մանավանդ երբ որ իր տղան կրեց, տղան հաղթեց, դա իմ մոտ խանդ առաջացավ։ Բայց մեկը մյուսից կարող եք ոգևորվել, նա հաղթի, ուրեմն անպայման ես էլ նա իմ տղան լինի հաղթի, ես ոչ, ես ավելի պիտի զորավոր լինեմ։ Դե ինձ սիրելիներս, ուզում եմ ձեզ հաջողություն մաղթել, ես վստահ եմ, որ նաև մեր հեռուստադիտողը կարձագանքի դրան, մանավանդ ձեր հաշվի համարը ուրեմն մենք կներկայացնենք, ցանկացողները կարող են մասնակցել եւ քաջալերել ձեզ, ձեր սպորտաձևի մեջ, հաջողություն մաղթել։ Ես եւս հաջողություն եմ մաղթում ձեզ եւ ուսամ, որ հոկտեմբերից հետո, երբ որ մենք հանդիպենք, արդեն նստած կլինենք աշխարհի զույգ չեմպիոնների հետ եւ հպարտությամբ կխոսենք։ Դա ամենամեծ երազանքն է մեզ։ Անչափ շնորհակալություն, որ հրավիրեցիք մեզ այստեղ։ Շատ սիրով, հաջողություն եմ մաղթում եւ խնդրում եմ ձեզ միայն հաղթանակով, եթե գնում եք մասնակցել, ուրեմն միայն հաղթանակով վերադարձեք։ Միայն այդ պտկով են գնում։ Եթե ոչ, ուրեմն մնացեք Իսպանիայում։ Հաջողություն, Ալեքս, ապրես։ Անչափ շնորհակալություն։ Հաջողություն։ Հաջողություն։ Շնորհակալություն։